Առաջին անգամ Եվրամիության անդամ պետությունների, Սևծովյան տարածաշրջանի, նաև Կենտրոնական Ասիայի երկրների ներկայացուցիչները հավաքվել են մեկ վայրում քննարկելու միջտարածաշրջանային անվտանգության և փոխկապակցվածության կարևոր հարցեր։ Արարատ Միրզոյանը ևս Լյուքսեմբուրգում է։ ԵՄ պաշտոնյաներն իրենց ելույթներում ողջունել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը, ընդգծել խաղաղությունը թույլ կտա ընդլայնել հաղորդակցությունները թրիփուղու կյանքի կոչման միջոցով։ Հայաստանի համար առևտրի, տրանսպորտի, թվային և էներգետիկ ոլորտներում փոխկապակցվածությունը ռազմավարական առաջնահերթություն է, ոչ միայն տնտեսական աճի շարժիչ ուժ, այլև դիմակայունության ամրապնդման գործիք, իր ելույթում նշել է Արարատ Միրզոյանը։ Թրիփ ուղղулի արժեք իրականացումը կարող է Հարավային Կովկասը վերածել արդյունավետ և անվտանգ տարանցիկ ու լոգիստիկ հանգույցի։ Այս համատեքստում Հայաստանի և Թուրքիայի միջև ենթակառուցվածքների ապաշրջափակումը ևս առանցքային բաղադրիչ է։ Գյումրի-Կարս երկաթուղու վերաբացումը չի պահանջում խոշոր ներդրումներ և կարճ ժամանակահատվածում կարող ենք ունենալ գործող երկաթուղի, որը Հայաստանի ու Ադրբեջանի երկաթուղային կապի հետ միասին կարող է դառնալ միջին միջանցք նախագծի բաղադրիչ։ Ավելին, այն անմիջապես կստեղծի միասնական երկաթուղային ցանց Պարսից ծոցի, Սև և Կասպից ծովերի միջև։ Միրզոյանը հստակեցրել է, փոխկապակցվածությունը չի սահմանափակվում միայն տրանսպորտով։ Հայաստանը հանձնառու է կառուցել նաև ապագայի թվային և էներգետիկ կապերը։ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս թվայնացմանը, այն դիտարկելով որպես առևտրի կառավարման և նորարարության հիմնական խթանող ուժ։ Թվային առևտրային միջանցքների ամրապնդումը, սահմանային տվյալների հոսքերի կատարելագործումը և թվային համակարգերի փոխգործունակության ընդլայնումը կարևոր նշանակություն ունի դիմակայուն մատակարարման շղթաներ ձևավորելու և ավելի սահուն լոգիստիկա ապահովելու համար։ Հայաստանը վճռական է ցամաքով սահմանափակված երկրից վերածվել ցամաքի միջոցով փոխկապակցված երկրի, խաղաղության և բարգավաճման խաչմերուկի, հայտարարել է արտգործնախարարը և վստահեցրել, կառավարությունը պատրաստ է օգտակար լինել և գործընկերներին, և հարևաններին։ Մինչև նախարարական հանդիպումը Միրզոյանը առանձնազրույցներ է ունեցել Մոլդովայի, Հունաստանի, նաև Լիտվայի արտգործնախարարների հետ։ Նախարարները քննարկել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման հարցեր, անդրադարձ են կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործընկերության ընդլայնման հնարավորություններին։ Եվրամիությանն ինտեգրման հարցերը քննարկման առանցքում են եղել նաև ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ հանդիպման ընթացքում։ Եվ Միրզոյանը, և Կալասը ընդգծել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը կարող է էապես նպաստել տնտեսական և տրանսպորտային ոլորտներում փոխկապակցվածությանը։ Այդա Կիրակոսյան, Free News, Ազատ լուրեր։